ամիսներ առաջ ազգային ժողովի մոտ ես ելույթ ունեցա եւ ասեցի, որ այս հարցը կլուծվի այն ժամանակ, երբ որ մենք լինենք միասնական, երբ որ լինենք շատ, երբ որ մենք կարողանանք թելադրել եւ պարտադրել։ Մենակ խանութներում նստած, տներում նստած քննարկելով կամ բողոքելով ժողովուրդ, որևէ հարց չի լուծվելու։ Այստեղ երբ կլինի լիքը հրապարակը, երբ դուք կկարողանաք պահել այս հրապարակը, յուրաքանչյուր հարց մեր երկրում, որը անլուծելի է կլուծվի։ Ամեն ինչ կախված է ձեզանից, մեզանից յուրաքանչյուրիցս։ Ես ողջունում եմ բոլորին, այսօր դուք ցույց տվեցիք, որ իրականում ազատ, անկախ քաղաքացիներ եք եւ տեր եք ձեր իրավունքներին, տեր եք ձեր ապագային եւ ձեր երեխաների ապագային։ Այսօր դուք լսեցիք նաև, որ Գագիկ Ծառուկյանը ձեր կողքին է կանգնած եւ մենք այսօր այստեղ ենք, որպեսզի դա հայտնենք։ Մենք գալու ենք ազգային ժողով երկուշաբթի օրը եւ արտահերթ ռեժիմով այս հարցը դնենք քվեարկության։ Ուր են ձեր կողմից ընտրված պատգամավորները, ուր է այն խորհրդարանը, որը կարող է եւ պարտավոր է զբաղվել ձեր հարցերով։ Տեսեք եւ ճանաչեք մարդիկ որտեղ են, ինչով են զբաղված։ Ես հենց նոր գալիս եմ ազգային ժողովի հանձնաժողովներից արտաքին հանձնաժողովի նիստից, որտեղ քննարկվում էր լուսնի եւ տիեզերքի հարցերը ժողովուրդ։ Մարդիկ այնքան են Մարդիկ այնքան են հեռու իրականությունից, որ անտեսում են հազարավոր մարդկանց այստեղ հավաքված կարծիքները, ձեր ձայնը, բայց ինչպես ասում էին ձեր ակտիվիստները, ձեր պայքարը լսելի կդառնա որոշ մարդկանց թմրած ականջներին։ Այո, ես ձեզ վստահեցնում եմ, այսօր արդեն այդ թմրած վիճակը անցնում է եւ մարդիկ ստիպված են ձեր հետ հաշվի նստելու, որովհետեւ դուք եք Հայաստանի ապագան, որովհետեւ դուք եք Հայաստանի թելադրողը եւ ազատ քաղաքացին։ Կոչ եմ անում եւս մեկ անգամ լինել միասնական եւ մեր հետ միասին հասնել հաղթանակի։ Սա կլինի առաջին հաղթանակը։ Ես ողջունում եմ Վահե Պյաճյանը։ Հարգելի հայրենակիցներ, ողջույն։ Մեծ հպարտություն ենք զգում ստեղ կանգնելով, արդեն օրեր շարունակ ձեր պայքարը տեսնելով մենք ինքներս մեր մտահոգությունները հայտնել ենք։ Արդեն իսկ իմ գործընկերները ձեզ հայտնեցին, թե ինչ քայլերի հերթականությամբ փորձելու ենք այս իրավիճակից դուրս գալ միասին։ Դուք պատրաստ եք սատար կանգնելու։ Դե բոլորը կլիմացեք, պարոն Ծառուկյանի գլխավորությամբ Բարգավաճ Հայաստան կուսակցության խմբակցությունը խորհրդարանում մեր մյուս ոչ իշխանական ուժերի, քաղաքական ուժերի ներկայացուցիչների զորակցությամբ այս խնդիրը պետք է հետևողական, միասնական պայքարի միջոցով տանենք մեր ուզած ցանկալի արդյունքի։ Դուք պատրաստ եք։ Իհարկե մենք ենք պատրաստ։